293 միլիոն 808 հազար դրամ է հատկացվելու Գավառ համայնքի լճափի մանկապարտեզի հիմնանորոգման համար։ Գումարի 75%-ը հատկացվելու է պետական միջոցներից, 25%-ը Գավառ համայնքի բյուջեից։ Մանկապարտեզն հիմնանորոգվում է Գավառի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Խնդիրները ներկայացրեցինք համայնքի ղեկավարին, համայնքի ղեկավարը այցելեց, տեղում ուսումնասիրեց խնդիրները եւ հնարավորինս սեղմ ժամկետներում սկսեցինք աշխատանքները։ Վարչական ղեկավարը նաև ասում է, որ մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը կարևոր իրադարձություն է բնակավայրի համար։ 1970-ականներին կառուցված շենքի միայն մեկ մասնաշենքն էր օգտագործվում, այն էլ ոչ բարվոք պայմաններում։ Երբևէ վերանորոգման չընթարկված շենքն արդեն վթարային կարգավիճակ ուներ։ Հիմնանորոգումից հետո ահագին երեխաներ կան, որ ուրիշ տեղ են պարտեզ հաճախում, կան մեր պարտեզ արդեն։ Մանկապարտեզի շենքն ամբողջությամբ հիմնանորոգվելու է, տանիքին տեղադրվելու է արևային ֆոտովոլտային համակարգ, այժմ ընթանում են քանդման աշխատանքները։ Մանկապարտեզի շենքը գրեթե ամբողջությամբ քանդվելու է բացառությամբ արտաքին հիմնական կերող պատերից, հետո իրականացվելու են նոր նիժնորներ, նոր ներքին արտադրման աշխատանքներ, կահավորվելու է անհրաժեշտ գույքով եւ համալրվելու է անհրաժեշտ բոլոր տեխնիկաներով։ Աշխատանքների իրականացման համար սահմանվել է 2 տարի ժամկետ։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։